Ովքեր են լցնում ՔՊ-ի նախընտրական հանրահավաքների հրապարակները։ Հետքի խմբագրությունն աղմկոտ բացահայտմամբ շախումատ է արել ՔՊ-ականներին, որոնք ընդդիմադիրներին էին մեղադրում մարդկանց հանրահավաքներին իբրև ստիպողաբար տանելու համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի թեթև ձեռքով հետքի լրագրողներից մեկը հայտնվել է ՔՊ-ի ֆեյսբուքյան փակ խմբում ու կարդացել, ինչ է հրահանգել Նիկոլ Փաշինյանը, օրինակ Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ-ի քարոզարշավ անփոփոխ հանրահավաքից ու երթից առաջ։ Հարգելի գործընկերներ, հույս ունեմ բոլորս հասկանում ենք Երևանի առաջիկա ընտրությունների հատուկ կարևորությունը։ Այս առումով խնդրում եմ բոլոր ջանքերը գործադրել վաղը ժամը 18:00-ից Էրեբունի թանգարանի հարակից հրապարակից նախատեսված մեր երթի բազմամարդությունն ու էներգետիկան ապահովելու համար։ Երթից հետո տեղի է ունենալու հանրահավաք, որը նույնքան կարևոր է։ Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավեք ձեր ընտանիքների անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։ Վերջին տողում Փաշինյանը գրել է վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Ուղղված է նաև այդ խմբում գտնվող մարդկանց, ովքեր նախարարներ են, մարզպետներ, փոխմարզպետներ, համայնքի ղեկավարներ, ովքեր տիրապետում են վարչական ռեսուրսին, եթե դու նույնիսկ ասում ես վարչական ռեսուրսի կիրառումը բացառել, դրանից վերև գրված ամեն ինչ արդեն իր մեջ ենթադրում է վարչական ռեսուրսի օգտագործում։ Վարչական ռեսուրսի կիրառումից իբրև խորշող Փաշինյանի ստատուսի տակ ՔՊ-ականները մեկ-մեկ գրել են, ով քանի մարդ է հետը հանրահավաքի տանելու։ Կոտայքի փոխմարզպետը 25-ից 30 մարդ, Գավառի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Միրիբյանը Գավառի ամբողջ ռեսուրսը։ Այդ գյուղապետը իր սիրուն աչքերի համար էր 35 հոգու իր հետևից բերելու։ Նա որպես գյուղապետ էր բերելու, այսինքն որպես վարչական ռեսուրսի կիրառման արդյունք էին գալու այդ 35-40-ը։ Ի վերջո համայնքի ապետարանի աշխատակիցները, նրանց ընտանիքները, նրանց բարեկամները։ Վարչական ռեսուրս չէ դա, այսօր լրագրողներին ասել է Ալեն Սիմոնյանը, միաժամանակ զարմացել, ինչպես թե վարչապետն իրենց մի բան ասի, իրենք չանեն։ Ինչ որ մեկին թվում է, որ վարչապետը մի բան ասի, ինչ որ մեկը կարա իրան իրավունք վերապայի տենց չանի, դուք լուրջ մտածում եք ոչ, բայց իհարկե ժողովուրդը, բայց կուսակցության ղեկավարն է, այսինքն կուսակցության ղեկավարը ոնց Ինչ հարցն արեք։ Այո, ինչ ասեց, պետք է անեմ։ Իշխող ուժի հանրահավաքներից մեկին վարչական ռեսուրս օգտագործելու մի դեպք էլ բացահայտել էր բլոգեր Արթուր Չախոյանը։ Նա հանրահավաքի ժամանակ ում մոտեցել էր, պարզվել էր կամ դպրոցի, կամ մանկապարտեզի աշխատող է, եկել է կոլեկտիվի հետ։ 108 մանկապարտեզից 35 մեր հայրենակիցների։ Ինքը շատ լավ գիտի բոլոր հարցումներով, որ միակ անկրկնելու հույսը իր համար վարչական ռեսուրսն է մնացել, որովհետև ժողովրդի կողմից ինքը այլևս վստահություն չունի, որովհետև ժողովրդին 5 տարի ինքը անընդհատ խաբել է եւ Հետքի լրագրողը ՔՊ-ի փակ խմբում հայտնվել է դեռ հուլիսին, բայց որոշել է հենց հիմա պայթեցնել Փաշինյանի թիմի ժողովրդավարության միֆը, որովհետև հիմա է սրբազան կալանավորվում քահանային իբրև հարկադրաբար ցույցի ուղարկելու համար։ Պետք էր որ մարդիկ իմանային դրա մասին։ Մարդիկ արդեն պետք է մեր ընթերցողները իրենց դատողություններն անեն։ Լիլիթ Գասպարյան, Կարինե Մանգասարյան, Աշոտ Մնոյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։